գործակալ։ Լրագրողներ, առաջին հերթին շնորհակալ եմ ձեզ բոլորին այսօր այստեղ գտնվելու եւ լուսաբանելու համար։ Նախ կուզեի անդրադառնալ օրվա խորհրդին, միջև կներեք ձեր հարցին պատասխանելը 2016 թվականի ապրիլի 2-ին հայտնի քարոզիա պատերազմն է տեղի ունեցել, հերթական ադրբեջանական ագրեսիան, որի ընթացքում ունեցել են կորուստներ, զոհեր, որոնց հիշատակը այսօր այցելելով Եռաբլուրք մենք հարգեցինք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ճիշտն ասած բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու, ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել եւ սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում։ Ես ճիշտն ասած չէի ուզենա նման հարցերի անդրադառնալ, բայց հակիրճ կանդրադառնամ, ինչ վերաբերում է փախեցին, ճողոպրեցին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ ինձ թվում է խոսքը վերաբերում է վերջի ժամանակահատվածում այդ մետրոյում հայտնի մետրոյում եւ դրանից հետո կառավարության ճեպազրույցում հայտարարեց այդ մասին Նիկոլ Փաշինյանը։ Այո, փախածների հետ կապված։ Բայց մեր իշխանություններին նկատի ունեն, ոչ թե ժողովրդին։ Ուրեմն, եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ, Ադրբեջանը զգալի տարածքներ թե ամբողջությամբ Հայաստանի մասին է խոսքը եւ այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որը Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը ես թողում եմ մեր հասարակությանը։ Արցախ վերադարձի մասին խոսելիս ասում է դա պատերազմ է ուղիղ բաժանը։ Դուք Արցախ վերադարձ տեսնում եք եւ այս հայտարարությանը ինչպես պատասխանեք։ Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեր համար առաջնահերթություն է։ Իհարկե մենք այսօր հասկանում ենք նաեւ Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաեւ ինչ որ ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները եւ փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետ վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը դա նաեւ միջազգային իրավունքի հարց է։ Պարոն Շահրամանյան, Փաշինյանը նախորդ կառավարության նիստին ասում էր, որ Ղարաբաղի հետ կապված ցանկացած որոշում կայացնելիս ես խորհրդակցել եմ իշխանությունների հետ, բացառությամբ այս վերջին որոշման, որովհետև ներկա այդ ժամանակ գործող իշխանությունները ասել են ինքնուրույն են որոշել այդ որոշումը կայացնել։ Դուք կհիշեք այդ ընթացքում Փաշինյանի հետ ինչ խոսակցություն եք ունեցել եք, թե չեք ունեցել եւ ասել եք, որ Հայաստանը դրա հետ կապ ունի, թե չունի, որովհետև նա այդպես էր ասում։ Ուրեմն թե Արցախի Հանրապետության իշխանությունները, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրար հետ համագործակցել են ցանկացած պարագայում, ցանկացած ժամանակահատվածում, դա կլինի խաղաղ պայմաններում, թե ռազմական գործողությունների պայմաններում։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի
երաշխավորն է, այդ թվում անվտանգության երաշխավորն է առաջին հերթին եւ բոլոր հարցերը քննարկում եւ համաձայնեցնում են Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ թվում 2023 թվականի։ Ես ասացի բոլոր։ Դուք իր հետ խոսել եք անձամբ Այո։ Այո։ Բայց Արցախի վերջնական հանձնումը պայմանավորում են ձեր ստորագրությամբ, ասում են իշխանափոխություն եղավ, այստեղ որոշ ուժեր տոնում էին տեղի ունեցած իշխանափոխությունը եւ ասում են, որ դուք եք ստորագրել եւ Արցախը հանձնել եք։ Շնորհակալ եմ հարցի համար, առիթ է անդրադառնալ, երևի ճիշտ չենք արել, որ մինչև հիմա չենք անդրադարձել, ինչ վերաբերում է իշխանազավթմանը, իշխանափոխությանը Արցախի հանրապետությունը։ Դուք տեղյակ եք, որ Չև բռնի տեղահանումը վերջի մոտ 9-10 ամիսների Արցախի հանրապետության ժողովուրդը գտնվում էր բլոկադայի մեջ եւ արդեն հունիսի 15-ից հայտնի դրոշի հետ կապված միջադեպի Հակարիի կամուրջում մենք հայտնվել ենք լիակատար շրջափակման եւ պաշարման մեջ։ Հրաժարական տալու Արայք Հարությունյանի դիրքորոշումը դա մի քանի անգամ նման դեպքեր տեղի ունեցել։ Նախկինում այսքան փորձ է արել։ Այո, ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է իր այդ մտադրության մասին եւ ես անձամբ ականատես եմ եղել, ինչպես մեր քաղաքական դաշտում ներկայացուցիչները, այդ թվում նախկին նախագահները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը երկար եւ փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Այսինքն բոլոր փորձերը բլոկադայի ժամանակ են եղել։ Այո, բոլոր փորձերը վերջի ամիսների ընթացքում են եղել։ Եվ վերջի անգամ, որ գործող նախագահ Արայք Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ ինքը պետք է հրաժարական տա եւ հիմնավորում էր, որ ինքը կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախը այդ իրավիճակից, որևիցե ճնշում Արայք Հարությունյանի նկատմամբ քաղաքական գործիչների, էքս-նախագահների, Ռուբեն Վարդանյանի կողմից ես չեմ տեսել եւ վերջի ամիսներին, ինչպես ես նշեցի, Արայք Հարությունյանը զբաղված էր նաեւ տեխնացուների որոնման հարցով։ Առնվազն 5-6 հոգու հետ ինքը քննարկել է նման հարցեր եւ քանի որ Արցախի սահմանադրության փոփոխությունից հետո պետք է ազգային ժողովը ընտրեր նախագահ, դա այդ նախագահան չէր լինի դասական նախագահ, ինքը պետք է զբաղեցներ այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորությունների ավարտը։ Այդ նախագահան պետք է շարունակել այն ծրագրերը, որոնք հաստատել են գործող կառավարությունը։ Այսօր Հայաստանի իշխանությունները եւ իրենց մերձավոր շրջապատը խոսում է իշխանության զավթման մասին, իշխանության, չգիտեմ, երևի նկատի ունի բռնի կամ ճնշումների տակ փոփոխության մասին, դա ընդհանրապես իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Արայք Հարությունյանը փորձում էր այնպիսի տեխնացու գտնել, որը նաեւ ազգային ժողովում կստանար բավականին քվեներ ընտրվելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր 5 քաղաքական ուժերից առնվազն 4-ի համաձայնությունը։ Դուք գիտեք, որ Արցախի ազգային ժողովում ամենամեծ քաղաքական ուժը դա Արայք Հարությունյանի ստեղծած Ազատ հայրենիք կուսակցությունն էր, որը միացել է, սատարել է իր որոշմանը։ Այսօր խոսում են, որ Դաշնակցությունը իշխանություն է զավթել։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Դավիթ Իշխանյանը, որպես Դաշնակցության ներկայացուցիչ, որ
զբաղեցրել է եւ նշանակվել է, ընտրվել է ազգային ժողովի նախագահ, ընտրվել է անձամբ Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ Պարոն եւ Շարամանյան, խնդրանքով։ տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե այս ընտրություններում ինքը չհաղթի իր ղեկավարած ուժը պատերազմ կլինի եւ նաեւ ընտրություններին դուք ում եք սատարում։ Ես որևիցե դիրքորոշում չեմ ուզում հայտնեմ, այս բայ դա Հայաստանի քաղաքացիների որոշման տիրույթում է, բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, այդ թվում Արցախի ժողովրդի հետ կապված, Արցախի հետագա ճակատագրի հետ կապված եւ պետք է Հայաստանի քաղաքացիները ընտրեն, թե ինչ ճանապարհով են շարունակելու շարժվել եւ ըստ դրան նաեւ մենք էլ մեր դիրքորոշումը կհայտնենք։